31-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մեծ դահլիճում տեղի ունեցավ 2013 թվականին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի եւ հայ արձակի ինտիրեջերի խորագրով ասմունքի մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ բարեփոխումների եւ արտաքին կապերի բաժնի վարիչ Սիրար Փյարուստամյանը։ Այս տարի երկու մրցույթների կազմն էլ բավականին ներկայացուցչական էր։ Ասմունքի մրցույթին մասնակցեցին շուրջ 29 աշակերտներ մարզի տարբեր դպրոցներից։ Առարկայական օլիմպիադային մասնակցեցին թվով 241 աշակերտներ։ Ինչպես նշում է Սիրար Փյարուստամյանը, աշակերտները ավելի հաճախ ընտրում են հումանիտար հոսքը։ Սակայն ցավոք սրտի առարկայական օլիմպիադայում հիմնականում առաջին տեղեր չկային։ Առաջին հորիզոնականներ կային միայն քիմիայի երաժշտություն առարկաներից։ Առարկայական օլիմպիադայի մասնակիցներին ողջունեցին եւ պատվոգրեր հանձնեցին հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հասմիկ Հարությունյանը, օտար լեզվի ամբիոնի վարիչ Սոֆի Սարգսյանը, ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Կարինե Արուստամյանը եւ այլ դասախոսներ։ Հայ արձակի ինտիրեջերի խորագրով ասմունքի մրցույթի հաղթողներին ողջունեց եւ պատվոգրեր հանձնեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի դասախոս դոցենտ Գայանե Մալումյանը։ Մասնակիցները բուհի կողմից արժանացան նաեւ խրախուսական մրցանակների եւ նշեցին, որ ջանք չեն խնայ մեր բուհի ուսանողը դառնալու համար։